Բարև ձեզ թանկագիններ, ուրախ եմ կրկին ձեզ հետ լինել այս օրհնված ուսումնասիրության մեջ։ Մենք այսօր շարունակում ենք մեր ճանապարհը ծննդոցից մինչև հայտնություն, գրքից գիրք, գլխից գլուխ, փնտրելով մեկ անձի, Հիսուս Քրիստոսին։ Նախորդ հանդիպմանը տեսանք Մովսեսի կանչը և չայրվող մորենու խորհուրդը։ Այսօր մենք բացում ենք Ելից 5-րդ և 6-րդ գլուխները, որտեղ տեսնում ենք ազատագրման առաջին ծանր քայլերը և Աստծո հզոր խոստումը։ Ինչպես Տերը ինքը ասեց, քննեցեք բոլոր գրքերը, որովհետև նրանք բոլորը իմ մասին են խոսում։ Մեր նպատակն է ճանաչել Քրիստոսին ավելի խորապես, հասկանալ Աստծո ծրագիրը և կիրառել նրա խոսքը մեր կյանքում։ 5-րդ գլխում չարի դիմադրությունը և Քրիստոսի տառապանքն է։ Մովսեսը կանգնում է փարավոնի առաջ և ասում է հետևյալը. թող իմ ժողովրդին, բայց փարավոնի պատասխանը դաժան է, նա ավելի է ծանրացնում ժողովրդի լուծը։ Միստիկական առումով սա պատկերում է այն վիճակը, երբ մարդը որոշում է դառնալ դեպի Աստված, բայց չարը սկսում է ավելի ուժգին հարձակվել, որպեսզի նրան ընչանի հետ պահի Աստծուց։ Այստեղ մենք տեսնում ենք Հիսուս Քրիստոսին որպես մեր միջնորդը, ով կանգնում է մեր և մեղքի բռնակալի միջև։ Ինչպես Մովսեսին մեղադրեցին ժողովրդի վիճակը վատացնելու մեջ, այնպես էլ Հիսուսը կրեց մեր բոլոր մեղադրանքներն ու ցավերը։ Հիսուսն այստեղ երևում է որպես նա, ով գալիս է ջախջախելու սատանայի իշխանությունը, նույնիսկ եթե դա սկզբում թվում է որպես պարտություն։ Գլուխ 6-րդում ես եմ Տերը և 7 խոստումները, երբ Մովսեսը հուսահատված, Աստված հայտնվում է նրան նոր զորությամբ։ Եվ նա ասում է. ես եմ Եհովան, ես եմ Տերը։ Աստված բացում է իր էությունը որպես ուխտի Աստված։ Նա տալիս է 7 հզոր խոստումներ. դուրս կհանեմ, կազատեմ, կփրկեմ, ինձ համար ժողովուրդ կառնեմ։ Այս բոլոր խոստումները իրենց լիակատար կատարումը գտան Հիսուս Քրիստոսի մեջ։ Հիսուսն է Աստծո բազուկը, որի մասին խոսվում է այս գլխում։ Նա է այն փրկիչը, ով մեզ դուրս հանեց մեղքի ստրկությունից, ոչ թե ֆիզիկական ուժով, այլ խաչի վրա իր թափած արյան զորությունով։ Հիսուսը այստեղ մեր հավատարիմ ուխտի տերն է, ով երբեք չի դժգոհում, չի դրժում ներողություն իր խոսքը։ Այսօրվա դասը մեզ համար հետևյալն է, թանկագիններ, երբ դուք սկսում եք քայլել Աստծո հետ, մի զարմացեք, եթե դժվարություններն ավելանան։ Դա նշանակում է, որ փարավոնը զգում էր իր պարտությունը։ Մի նայիր չարի սպառնալիքներին, այլ լսիր Աստծո եսեմը։ Նա խոստացել է քեզ և ինձ դուրս հանել, և նա դա կանի։ Մեր հաղթանակը մեր ուժի մեջ չի, այլ Հիսուս Քրիստոսի Աստծո հզոր բազուկի մեջ է, ով արդեն հաղթել է աշխարհին։ Ինչպես Հովհաննեսի 16-ի վերջի խոսքն ասում է, աշխարհում նեղություն կունենաք, բայց քաջալերվեցեք, ես հաղթեցի աշխարհին։ Եսայիա 53:1-ը նույնպես ասում է, ով հավատաց մեր տված լուրին, Տիրոջ բազուկը ում հայտնվեց։ Սիրելիներ, ամփոփելով ուզում եմ ասել, Հիսուս Քրիստոսը մեր հաղթական միջնորդն է։ Նա լսում է մեր հառաչանքը ստրկության մեջ և գալիս է իր բարձր բազուկով մեզ ազատելու։ Եթե այսօր ձեր բեռը ծանրացել է, հիշեք, Տերը հիշում է իր ուխտը։ Նա երբեք չի մոռանում։
Եկեք աղոթենք, Տեր Հիսուս, շնորհակալ եմ, որ դու իմ ուխտի Աստվածն ես եւ չարը փորձում է ինձ ճնշել, օգնել ինձ տեսնել քո հզոր բազուկը իմ կյանքում։ Շնորհակալ եմ, որ դու արդեն ինձ փրկել ու ազատել ես եւ ես քո սուրբ այրունով ունեմ փրկություն։ Տուր ինձ հաստատուն հավատ քայլելու դեպի քո խոստացված ազատությունը։ Ամեն։ Աստված օրհնի քեզ եւ քո ընտանիքը։ Աստծո կամքով թանկագիրներ կհանդիպենք վաղը։ Եթե ուզում եք ձեր կարծիքները կիսվել, մեկնաբանություններում կարող եք գրել, թե դուք ինչպես եք տեսնում Տեր Հիսուսին Ելիցի 5 եւ 6-րդ գլուխներում։ Եղեք օրհնված։